Պետիսյան, այսօր մեր մյուս բանախոսը դա Կարինե Սարդարյանն է, հայկական մշակույթի ֆոնդի անդամ, գրական ուրբաթի անդամ, հասարակական նշանավոր գործիչ, խնդրեմ, սիրելի Կարինե ջան, այդ դուք լինելով բնիկ երևանցի, ինչպես կբնութագրեք, ինչպես կներկայացնեք Երևանն այսօր։ Ես համամիտ եմ մասնակիցների հետ, որ նկարագրեցին բանախոսները մեր բոլոր առումներով համամիտ եմ իրենց եւ իհարկե մեր թամանյանական Երևանից ոչինչ գրեթե չի մնացել, շատ է փոխվել, շատ տգեղացել են, այնպիսի շենքեր են կառուցում, լրիվ տեսքը կորցնում են մեկը մեկին փակելով ու փչացնում են իսկական բուն հին Երևանի տեսքը։ Եվ բացի այդ էլ, եթե հիշում եք մեր Սև շուկան, մեր պրոսպեկտը ինչքան լավ էր այնտեղ, ամեն միրգ կար, բոլորը գնում էին, աշխուժ առևտուր անում են, ամենտեղ սիթիներ, ամենտեղ էս ինչ, ամենտեղ են ինչ, գոնե շուկաները թող պահպանվեր։ Ես երբեմն տեսնում եմ հեռուստացույցով, որ աշխարհի զարգացած երկրներում, եթե ասենք շենքեր են կառուցվում կամ մի նոր ճարտարապետական ինչ-որ մի բան են անում, պահպանում են անմիջապես հինը պահպանելով նորն են կառուցում։ Երբեք մեր նման չեն դնում քանդում հինը փոխանակ վերանորոգեն։ Շատ ահավոր է մեր օդի վիճակը, էկոլոգիան շատ կեղտոտ է, ամեն օր խեղդվում եմ, ամեն օր հազում եմ, որ երբեք ինձ մոտ չի եղել նման բան, օդի աղտոտվածությունից է դա ես զգացել եմ։ Եվ հետո ես երիտասարդ տարիներում աշխատում էի, միշտ առավոտյան որ գնում էի, միշտ ջրցան մեքենաները յուրաքանչյուր փողոցներում մաքրելով, ասֆալտը գնում էին լվանալով։ Էդ էլ է բան, չէ՞, իսկ հիմա քայլում ես մի հատ թեթև քամի ու պոլիէթիլենային տոպրակները դեմքին են հագնում մարդու կամ փոշին դրվում նոր մարդիկ մաքրվել են, լողացել են, տանից դուրս են եկել, փոշոտ կեղտոտ տուն են վերադառնում։ Ես էլ եմ շատ դժգոհ մեր Երևանին ոչ մեկ սրտացավորեն ուշադրություն չի դարձնում, շատ անսրտորեն, անխղճորեն են վերաբերվում, հատկապես մեր քաղաքապետը, որ դա իր գործառույթն է, ինքը պետք է իրականացնի դա, եւ մեր մշակույթից եթե խոսենք, այո, մեր մշակույթը լրիվ մեր արժեքները լրիվ զրոյացված են, շատ ցածր է մեր երեխաների դաստիարակությունը, թե մանկապարտեզներում, թե դպրոցներում, չգիտեմ, այս նոր կառավարությունը ինչ անում, եւ հետո ես լսել եմ, որ նույնիսկ գրքեր են բաժանում մանկապարտեզներում, երեխաներին սովորեցնում այդ այլասերությունը տարածում են։ Քաղաքապետը պետք է զբաղվի օրինակ մեր մշակույթով, մեր դպրոցների խնդիրներով, մեր երեխաների դաստիարակությամբ, մինչդեռ չեմ հասկանում, ինչով է զբաղված, մինչդեռ մաշտոցին ենք հանում, ամեն հարցում ինքը պասիվ է, ես չեմ տեսնում ակտիվություն մեր քաղաքապետի գործողությունների մեջ։ Եվ հետո այդ մեր գեղեցիկ հաստաբուն ծառերը, որ թթվածին էին արտադրում, մարդիկ լաց էին լինում, դուրս էին եկել, կտրեցին, չէ, հինա, սակուրաները բերեցին, տնկեցին, են էլ ասում որոշ բաներ չի։ Էդի ոչ օդ է տալի թթվածին, ոչ էլ, դա դեկորատիվ ծառեր են։ Ինչու համար պետք է մեր բուն սաղարթախիտ ծառերը կտրեին, այսքան տարի չէին տապալվում գետին, որը տապալվում է մեկու մեջ կտրեք, ասենք, ճյուղերը թեթևացրեք, հենց դուք եկաք, արդեն սա պետք է զրոյից փոխվեր, էլի, մեր հայկական ծառերը վերանար սակուրա, ես չգիտեմ, մեր դասագրքերում թուրքական բանաստեղծների տնեին, քայլում ես, ուզում ես նստես սա հնդիկ ու այս ինչ ազգեն, ինչ ազգ վատ հոտերով, մի քանի տարի հետո արդեն մենք բնիկ երևանցի նախ քիչ, հետո մեր հայերը սակավաթիվ են լինելու, նրանք մեծամասնություն են կազմելու, վաղներ սրանք են ադրբեջանցիների նման ասելու, դուք դուրս եկեք, սա մերն է, երբ որ նրանք բազմանում են շատ, իսկ հայը մեկ երեխա, երկու երեխայից ավել չի ունենում։ Եվ հետո ես նաև կուզենայի նշեի, որ մեր գյուղի բնակիչները, իրենց տները, ես խնդրեի նույնիսկ, որ չթողնեն, չփակեն, կողպեքները չժանգոտի իրենց դռների վրա ու գան Երևան։
Երևան գալով իրենք դատարկում են գյուղերը, որտեղ որ թշնամին տեսնում է դատարկա եւ ասում է տեսեք, սա մեր հողն է, այստեղ չի ապրում հայաստանցի։ Ձև գնալով մտնում է։ Ես Երևանը բան չի որ հա լցվի։ Ինչի պետքա մեր գյուղերը դատարկվեն գան Երևան, ապրեն երևանցի չկա։ Ես հիշում եմ 88 թվականներին, երբ որ պարսիկներին Լևոնը բերեց իսկական հրապարակի բնիկ երևանցիները լացելով, ես աշխատում էի հրապարակի վրա, լացելով, անիծելով դուրս էին գալի իրենց տանից, իբր թե քանդում են, նորը կառուցեն, բերեցին, բնակեցրեցին օտար ազգերին այդտեղ։ Իրանք եկան ծայրամաս, որոնք չդիմանալով, որտեվ սովոր էին կենտրոնին, մարդիկ ինֆարկտ, ինսուլտ ստացան, մահացան։ Այդ մասին ոչ մեկ չմտածեց, ինչ քաղաքապետ էլ որ եղավ, շատ վատ է մեր Երևանի վիճակը, իրոք շատ ցավալի վիճակում է գտնվում։ Ես կխնդրեի մեր քաղաքապետները, ով էլ կա կամ հիմա ով որ այա, հետո դրանից հետո ով էլ կա, իր տան նման վերաբերվի, սա մեր հայրենիքն է, մեր Երևանն է, մեր մեծ տունն է հայերի։ Չի կարելի այսքան անսիրտ գտնվել մեր հայրենիքի նկատմամբ, մեր մայրաքաղաք Երևանի նկատմամբ։ Եվ շատ հարցեր կան, որ չեմ կարող էլ միանգամից ասել բոլորը։ Տիկին Սարդարյան ջան, կուզեք շարունակել։ Դե հիմնականում այդ օդի աղտոտվածությունն էր, այդ ոչ գեղեցիկ կառուցված, անճաշակ կառուցված շենքերն էր, որ իրար կողքի կառուցում են, մեկը մեկի լույսն էլափակում, միատ ճարտարապետներին կխնդրեի, որ ուշադրություն դարձնեին այդ կառույցների վրա, մեկը մեկի լույսը փակելով, մարդիկ լույս չեն տենում, ծմակներում են ապրում, այդպիսի շենքեր չեն կառուցում։ Մի քիչ թող գեղեցկացնեն, մի քիչ ձև տան, այս ինչ է կատարվում։ Բոլորը ես չեմ դա ասում, ես լսում եմ, ես հաճախում եմ տարբեր տեղեր մշակույթի գործիչների հետ եմ նստում վերկենում եւ դա լսել եմ իրենցից, որ այս ինչ են անում, լացում ենք անցնելով մենք կենտրոնական փողոցներով կենտրոնում գտնվող, մենք լացելով ենք անցնում, որ մեր Երևանից ոչինչ չի մնացել, դա ասում են մեր մշակույթի գործիչները եւ ոչ թե ես, թեպետ համամիտեմ իրենց։ Եվ վերջում ես կցանկանայի շնորհավորել մեր Երևանի տոնը, բայց իրապես չջնջեն մեր երևանցիների, մեր հայերի սրտից բոլոր տոները, կոտրել են մեր հայ ազգին, ջնջել են մեր տոնները գեղեցիկ, որովհետև ամեն ինչ աղավաղված է, ոչինչ իր տեղում չի գտնվում, ոչ մեկ իր տեղում չի գտնվում, չես հասկանում, այս ինչ քաոս է տիրում մեր Երևանում, մեր Հայաստանում։ Արդեն անտարբեր են դարձել բոլորը մի տան անդամներն էլ անգամ մեկը մեկի հանդեպ։ Ինչ եկան մեր այս ԿՊԱ-ականները, ինձ համար քեմալական պայմանագիր կուսակցություն է կոչվում, եւ նրանցից հետո սև ու սպիտակը ինչ մտցին, անգամ տներում մարդիկ կիսված են, ամուսիններ, երեխայա ծնողա, այս ինչ սատանիստական հմայքներով սրանք հմայեցին մեր ազգին, որ այսպես պարակտեցին եւ շատ մեծերն են ասել, որ եթե ուզում եք հաղթեք հային, պետք է պարակտեք եւ նրանք հասան իրենց ուզածին, բայց կարծում եմ հզոր արարիչ ունենք, որ մեր արարիչը երբեք չի թողնի մինչ այսօր պահելա, դար հարձակումներ ա եղել մեր հայ ազգի վրա, բոլորը տեղից վերկացող ազգերը, թափառական շները հարձակվել են հային կոտորեն, հային կոտ չեն թողե գոնե ծիլ տամի քիչ մեծանա, բայց ինչպես տեսնում են այդ բոլոր չուզող ազգերը դեռ հայը կա, հայ իր մշակույթը ունի, հայ տվել է աշխարհին գիտնականներ, հզոր, ֆիզիկոսներ, մենք ռենտգենյան ճառագայթներով ստեղծեց առաջինը հայը ստեղծեց, մենք ունեցել ենք Վիկտոր Համբարձումյան, մենք շատ մեծեր ենք ունեցել, իսկ հիմա ինչի չենք տալիս, չեն թողում մեր գիտնականներին աշխատավարձ չտվեցին, նորմալ թողին գնացին երկրից, հացի փող գնում են լավ գիտնականներ։ Այո, լավ գիտնականներին չեն վարձատրում։ Եթե դա չի մտածում վարչապետը, չի մտածում քաղաքապետը,
լավ, նրանք չեն հավաքվում, ժողովներ չեն կազմակերպում, որ իրար մեջ ասեն սենց ուր ենք հասնելու, չնայած իրանք ուզում են հասնեն դրան, որ հայը չապրի Հայաստանում, դա վաղուց ծրագրված է, որ Հայաստանը պետք է լինի առանց հայերի, բայց ես կասեմ, թող շատ չուրախանան մեր թշնամիները, դա երբեք չեն տեսնի իրենք, դա ես զգում եմ իմ հոգով, ես առաջական իմ աղոթքներով պատասխանը ստանում եմ, ես տեսնում եմ տեսիլքներ եւ պատերազմից հետո էլ տեսա մեր քարտեզը ճակ տվեց տարբեր կողմերի 20 թվականի պատերազմից հետո բաժանվեց կտոր մասերի եւ ես լաց եմ լինում խնդրում եմ Արարչին ես ինչ արիր մենք քո սիրած ազգն ենք մեր քարտեզը չկա էլ լաց եմ լինում աղոթում եմ ու միանգամից մագնիսի նման չխկալով կպավ բոլոր կտորները դե լսեք մեր ճուզող երկրներ թշնամիներ որ մեր քարտեզը գծվելու է երկնքում ու գունավոր ես տենց երազում հազվադեպ են մարդիկ գունավոր տեսնում ես չեմ չափազանցնում Աստված վկայա ես տեսա գունավոր քարտեզը եւ մենք միանալու ենք մեր կորցրած կտորները բոլորը կպնելու է դուք մենք չենք թողնի որ դուք ուրախանաք թշնամիները ոչ թե դա մեզանից հա կախված մենք դույցազնական ազգ ենք արարիչը պահել է մեզ դարեդար բոլոր հարցակումներից թեկուս փոքրաթիվ ենք բայց որակով ենք բայց աշխարհի լույսն ենք աղն ենք որ համու հոտ ենք տալիս ես գրել եմ իմ մեջում մի փոքրիկ հատված գրել էի եթե չլինի հայը չի լինի մոլորակը մտածիր աշխարհ այս մասին հայը չունի այսինքն մտածելու դուք ունեք եթե մենք չեղանք դուք էլ չեք լինելու դրա համար թող մեր ղեկավարները մեր քաղաքապետները այդ սատանիստական ծրագրով չշարժվեն մեր Երևանի հետ այսպես անսիրտ չվարվեն մեր ազգի հետ մեր երևանցիների հետ որ ուզում են անպայման ամեն ինչ անեն փախնեն գնան օդից խեղդվեն քարեր են կտրում բայց պետքա քարը ջրով կտրեն իսկ ես ապրում եմ այնտեղ քարերի ցեղեր կան ոչ մեկ ջուր չի օգտագործում կարող է 1-2 անեն եւ շինարարությունա գնում չեն անում ջրով ոչինչ խեղդում ափոշին մեկա դուք չեք հասնելու ձեր ուզածին ձեզ եմ դիմում քաղաքապետ եւ մեր վարչապետ որ այդ բոլորի ղեկավարը դու ես քո թելադրանքով է կատարվում ամեն բան ես ուզում եմ ասել քիչ մնաց ձեր ուրախությանը մեր Երևանցին նորից Երևանցին կգա հետ մեր Երևանը նախքին տեսքը կունենա մեր ջեր մթնոլորտներ մեր կոլորիտը կպահպանվի մեր տոները նորից կնշվեն իհակառակ ձեր ցանկությունների եւ վերջում կուզենայի Ձեր ասմունքը Տիկին Կարինե ջան հա գիտեմ որ դուք ասմունքում եք նաեւ դուք գրում եք նաեւ խնդրեմ այո ես ստեղծագործում եմ թե արցակ թե բան բայց ես դեռ գրող չեմ համարում թեև ունեմ 3 համահեղինակային գիրք Երևան համապատրաստից մի քիչ էր, որտեվ անսպասելի ինձ մի քանի օր շուտ պետք է ասեն, ես Հայաստանի մասին զինվորի հերոսացին մայրի շատ ունեմ, այ Երևանի մասին չէի մտածել, որ ինձ հրավիրեցիք, այսպես հապճեպ համապատրաստից գրեցի, քիչ չգիտեմ, գներող կլինեք, եթե հաջող չի ստացվել։ Երևան, իմ հրաշագեղ, իմ վարդագույն Երևան Ամեն հայի հոգու տունն ես, սրբավայրն ես, Երևան, հոգու թովչանքն ես, սիրո հրճվանքն ես, Երևան, ճարտարապետ Թամանյանի ձեռքով կերտված տուֆակերտ իմ Երևան, մեր մեծերի հուշարձաններով պարուրված Երևան, հոյակերտ քո պուրակները գերում են անցորդներին, սառնորակ ցայտաղբյուրներդ զովացնում են ամենքին, աշխարհի բոլոր ծագերից հային քո գիրկն ես կանչում, Հայաստանի մայրաքաղաք դու մեր պարծանք Երևան Յասքանչի Ինկարինե ջան թեպետ եւ դուք համապատրաստից եք այն գրել ճանապարհին ինչպես տեղեկացա այստեղ գալու բայց այն հիասքանչ է շնորհակալություն որ այսօր դուք մեզ Երևանցիներին նաեւ նվիրեցիք ձեր
այս ստեղծագործությունը հոգու խոսքը ձեր շնորհակալություն Տիկին Սարդարյան ջան իսկ ես ամփոփելով մեր բանախոսների ասածները եւ բոլորի անունից վերստին շնորհավորեմ մեր բոլոր երևանցիներին Երևանի հերթական 2807-րդ տարեդարձի կապակցությամբ ցանկանանք բոլոր երևանցիները որ ապրեն խաղաղության մեջ Չէ որ Երևանը իր մեջ ընդգրկում է ողջ Հայաստանի Հանրապետության բնակչության գրեթե 40%-ը։ Շնորհավոր տոնդ Երևան։ Շնորհավորում ենք մեր մայրաքաղաք Երևանին։ Հաջողություն բոլորին։